Այո։ Արմեն։ Ոչ ինչ համա։ Տեսնում ես քո պատվերը Ժուանի հետ։ Այո։ Սովորեք ու պատրաստեք։ Շատ շնորհակալություն։ Ապրեք Արմեն ջան։ Քեզ դու ապրես։ Ես բերեմ մեզ։ Բարի ողջույն, հարգելի հետևորդներ։ Դուք գտնվում եք Լաուրա Մամյանի YouTube-յան ալիքում։ Մենք այսօր որոշել ենք պատրաստել, երևի թե արդեն պատկերացնում եք, ամառային տոլմա։ Եվ այս տոլման ես պատրաստում եմ հատուկ Կանադայից եկած իմ հյուրի Արմենի խնդրանքով, որ հիշողության մեջ մնացել է ամառային տոլման հայկական, եւ ով ցանկություն է հայտնել իր տիկնոջը ուղղակի սովորեցնել, այսինքն տիկինը ինքն է ցանկացել սովորել հայկական տոլմայի պատրաստման ձևը, այնպես որ Արմենի եւ Ժուանի հատուկ պատվերով, այսպես ասած, այսօր պիտի պատրաստեմ ամառային տոլմա։ Դրա համար մեզ անհրաժեշտ է, ես վերցրել եմ 3.5 կիլոգրամ տավարի հորթի թարմ միս, ցանկալի է, որ այն լինի յուղոտ։ Մենք ունենք այստեղ սող, 1 կիլոից մի քիչ ավել, մոտ 1 կիլո 100 գրամ, ունենք կանաչի մասին հիմա ես ուզում եմ մի քիչ ավելի հատուկ ներկայացնել մեր արտասահմանում ապրող հայերի համար, այսպես նա կտրատվածն է, ես հիմա ցույց եմ տալիս, օգտագործել եմ մաղադանոց, ռեհան, հայկական ռեհան, սամիտ եմ վերցրել, համեմ, այսքան խառը կանաչի, ինչպես նաև սրանից շատ եմ կտրատել, քիչ է մնացել, ցիտրոն։ Այս ամենը կարելի է օգտագործել նաև չոր տեսքով, եթե չունենք ամառային շրջան չի եւ չորացված վիճակում նույնպես կարելի է օգտագործել։ Հա, ասեմ, որ մաղադանոսը եւ համեմը նմանություն ունեն, իսկ տարբերելու համար հետեւյալն է տարբերելու միջոցը։ Համեմը շատ ավելի նուրբ է եւ գույնով եւ իր տեսակով, այսպես որ շոշափեք, մաղադանոսը շատ ավելի չոր է, ուղղակի տերևներով իրար նման են եւ ավելի մուգ տարբերակն է իրա։ Սա այսպես օգտագործելու եմ լոլիկի եւ պղպեղի եփված տարբերակը, օգտագործելու եմ արդեն ասացի սոխը, մենք ունենք այստեղ բանջարեղեն, պղպեղը, սմբուկը եւ լոլիկը, ունենք այսքան մի ամբողջ բաժակ բրինձ, այստեղ ես վերցրել եմ 3 ճաշի գթալ, մեծ ճաշի գթալ, բայց քաղցր աղացած կարմիր պղպեղ, վերցրել եմ սև, նույն չափ 3 ճաշի գթալ սև պղպեղ, ունենք այստեղ մի քանի պատիճ կամ ատամիկ, այսպես ասած, սխտոր, սա ուղղակի թեթև համ տալու համար է, պետք չէ որ շատ լինի, դե սոխը ասացի եւ քանի որ ամառային, թող լինի նաեւ թուփ, այստեղ ունենք նաեւ կաղամբ, որի շերտատելու ձևը իհարկե ունեմ YouTube-ում, հիմա էլ մի հատ ցույց կտամ ինչպես եմ անելու եմ միկրոալիքային պիտի անեմ միկրոալիքային վառարանի մեջ։ Այստեղ ունեմ նաև լոլիկի մածուկ, հնարավոր է հարկ լինի ավելացնել, իսկ այստեղ ես ունեի արդեն 700 գրամ լեչո չի ինքը, ավելի շատ լոլիկն ու պղպեղն է, ուրիշ կանաչի չի պարունակում, իսկ այստեղ մի փոքրիկ օգտակար խորհուրդ եմ ուզում տալ ձեզ, երբ որ բաց եք անում արդեն տոմատի մածուկը, կարող եք պատել այն մանանեխով, նույն ինքը գարչիցան, եւ երբ որ այն կփակեք, այլևս ոչ մի բորբոս, ոչ մի փչանալու հատկություններ չի ունենա։ Հիմա ինձ սպասվում է աղալ սոխը, նաեւ սխտորը, մնացած բաները պատրաստ են, պիտի շերտերի բաժանենք մեր կաղամբը,
Բրինձը կլվանամ մի հատ, որ սկզբում չլինի, որ չփափկի ինքը, վերջի պահին լվանամ, իսկ այս մաքրելու եւ անջատելու այդ պահը ես ձեզ ցույց կտամ։ Ես կպատրաստեմ ամբողջը, բայց մեկական օրինակ կթողնեմ, որ ձեզ ցույց տամ, թե ինչպես եմ արել։ Ցանկալի է միսը լինի յուղոտ, եթե յուղոտ չի, կարող եք վերցնել խոզի փափկամիս յուղոտ խառնել հետը կամ թեկուզ խոզի ճարպ, հենց սալը, ավելի ճիշտ ոչ թե ճարպ, սալը, այսպես ասած սալը ռուսերեն է, բայց ճարպին այնքան էլ չի փոխարինում, որտեղ ճարպ ասելուց պատկերացնում ենք խոզի փորի յուղը։ Մի խոսքով դա էլ ցանկության բանով, որովհետև էլի քիմքին կարող է հաճելի չլինել խոզը, ուրեմն ինքներդ կընտրեք, թե ինչպես ավելացնեք եւ յուղալի պատրաստեք խճողակը։ Այսքանը հիմա ես գնամ աղալու եւ կվերադառնանք արդեն խճողակը պատրաստելու ընթացքը ցույց կտամ։ Հիմա հերթը կաղամբի մշակման հասավ։ Ուրեմն այստեղ պիտի լցնենք աղ, ես պտղակոթը հեռացրել եմ, որպեսզի շերտերը կարողանան հեշտությամբ առանձնանալ, աշխատեք վերցնել շատ ավելի փափուկ, այսպես որ ձեռք տակ զգաք, որ ինքը փափուկ է, այսպես կարծր չի, այնքան էլ հաջող չի կաղամբը, ասեմ ձեզ, ավելի փափկոտ կաղամբ վերցրեք, լցնում եմ այստեղ թեյ գտալ աղ, մի քիչ լիմոնի աղ կամ ուղղակի լիմոնի հյութ, ավելացնում եմ եռմանջուր, այս բաժակի չափով էր, այսպես, հիմա պիտի պոլիէթիլենային տոպրակի մեջ եմ դրել, այն պիտի փակեմ հերմետիկ կերպով եւ դնեմ միկրոալիքային վառարան մոտ մի 6-7 րոպե եւ ամեն անգամ հանելով պետքա նորից տեսնենք այդ առանձնացած շերտերը վերցնենք, մյուս մասը նորից դնենք, եթե անհրաժեշտություն կլինի։ Ասեմ ձեզ, որ իմեջում մանրամասն նկարագրությունը կա եւ տեսահոլովակը կա, կարող եք միանալ եւ նայել, թե ինչպես ենք պատրաստում կաղամբի շերտատումը։ Հիմա ես արդեն պատրաստել եմ մեր բանջարեղենը, ահա ես ցույց տամ, արդեն լցոնման պատրաստ է, բայց քանի որ որոշել էի, այսքան խոստացել էի, որ ձեզ պիտի ցույց տամ, ես ցույց տամ ձեզ ինչպես է պատրաստում, պտղակոթը հեռացնում ենք, աշխատում ենք ավելի հարթ տարածքի վրա կտրել, որ բացվելուց չփոկվի, վերցնում ենք պղպեղները այնպես մսոտ, բայց թեթև ինքը լինի, որ ահա այս միջուկը շատ չլինի։ Դատարկում ենք, չափն էլ ուզում եմ տեսնեք ափիս մեջ, շատ խոշոր պետք չլինի, սա արդեն պատրաստ է լցոնման։ Մենք կեսանում ենք լոլիկը, մի քիչ պտղակոթի մոտից առանձնացնում ենք, այսպես դանակով թեթևակի, այսպես անջատում ենք, ցանկալի լոլիկը լինի այնպես, որ կեղևը մի քիչ ամուր լինի, այսպես ասած կլեպը շատ բարակ չլինի, և ահա սրածայր գթալով, այսպես դատարկում ենք միջուկը, ես սա մանրացրել եմ մյուսները, սա էլ կմանրացնեմ և կօգտագործեմ տոլմայի վրա, այսպես ցույց տամ ձեզ հիմա նաև սմբուկը, սա էլ արդեն պատրաստ է լցոնման, ցույց տամ սմբուկը, սմբուկները եւ ես այստեղ բաժանել եմ 3 մասի, այս մեկ կբաժանեմ 2 մասի, սա մեզ այդպես չէ, այսպես կիսեցինք, ունենք այսպիսի դանակ եւ եթե չեք ունենա, որևէ կերպով կարող եք գտնել ճանապարհ միջուկը հեռացնելու։ Այսպես հեռացնում ենք միջուկը, սովորաբար սմբուկը այնքան էլ սիրված չի լինում եւ ես հասկացել եմ թե ինչու,
որովհետև միջուկը լավ չեն հանում, ամբողջը լինում է սմբուկ եւ խճողակ չի տեղավորվում։ Այսպես դատարկելուց հետո այս վերի հատվածը այսպես կտրում ենք, որպես կափարիչ եւ դնում այստեղ։ Երբ որ խճողակը կլցնենք, սրանով կփակենք, որ մեջից դուրս չգա։ Իսկ սմուկի ավելացած այս հատվածները կարող եք դնել կամ տոլմայի տակը, այսպես ասած, կամ կարող եք իրեն տապակել լոլիկի հետ, պղպեղի հետ, ստանալ ինչ-որ ուտեստ եւ ուղղակի օգտագործել։ Այսպես մեզ մնաց ուրեմն կաղամբը ցույց տամ հիմա, արդեն միկրոալիքային բավականից հանեցի, մոտ մի 6 րոպե է մնացել, խնդրեմ, արդեն ինքը պատրաստ է և հեշտությամբ կշերտացվի։ Սակ բաժանենք մասերի, ձեր ցանկացած չափով կարող եք բաժանել, մոտավորապես այսպես, մոտավորապես այսպես, չեմ ուզում դանդաղացնել, որ տեսնեք, մոտավորապես այս չափերով կառանձնացնենք և արդեն կունենանք փաթաթելու համար պատրաստի կաղամբը։ Հիմա ժամանակն է խճողակը պատրաստելու։ Շատ հաճելի մի գործընթաց։ Բոլոր տիպի խճողակների դեպքում ես առաջին հերթին աղով ուղղակի այսպես ասած տրորում եմ։ Այս ամբողջին 3.5-ից մի քիչ ավելի միս է, ոնց որ գցրեցինք 5 ճաշի գթալ։ Արդեն միսը էլաստիկություն է ձեռք բերել, ավելի պնդացել, տեսակ ձգվում է, երբ որ աղով հունցում ենք իրեն, արդեն դառնում է ավելի էլաստիկ։ Եվ հաճելի է լինում ավելի աշխատել, ու ինքը ձիգ միս է դառնում էլ, չի լինում խմորի նման, և երբ որ փաթաթում ենք, շատ հավեսով տոլմա է ստացվում։ Հիմա այս ամենից հետո պիտի ավելացնեմ սոխը։ Սոխը հաստատ շատ չէ։ Խնդրում եմ հանկարծ պանիկայի չենթարկեք ձեզ։ Այստեղ սոխը համարյա 1 կիլոգրամ է։ 3.5 կիլոգրամ միսին դեռ մի բան էլ ավելի, հեչ շատ չէ, 1 կիլոգրամ սոխ։ Եվ հիմա, քանի դեռ այստեղ հյութը կա սոխի, ավելացնում եմ կարմիր պղպեղը մեզ մոտ, ներողություն, կարմիրը պիտի չավելացնեմ, որովհետև ուզում եմ մսից մի քիչ առանձնացնեմ պիլմենի համար։ Այստեղ 3 գթալ ունենք, ճաշի գթալ, սև պղպեղ, այստեղ հացեմ, իսկ պիլմենի մեջ, մինչ այլ ուծում եմ արդեն էջում պիլմենին պատրաստված, կարմիր պղպեղ ցանկալի չէ, ոչ թե ցանկալի չէ, այլ անհրաժեշտ չի ընդհանրապես, չկա կարմիր պղպեղ, լինելու դեպքում ճաշային համ է ստանում, տեսակ, իսկ սոխը և մի քիչ սխտորը մի քանի պատիչ չեն խանգարում, իսկականն է։ Հիմա ես սա մի քիչ կառանձնացնեմ, կվերցնեմ մի քիչ խճողակից, հետո սա կմշակեմ, սա դեռ պետք է հունցվի, բավական, մոտ մի կիլոյի մի քիչ ավել, վերցրեցի, հիմա արդեն կարող եմ ավելացնել կարմիր պղպեղը, այսպես, քանի դեռ շատ էլ չի պնդացել, երբեք շատ չի լինի համեղը կարմիր պղպեղով տոլման։ Էլ եմ ասում, եթե չոր կլինի միսը, անպայման յուղային ինչ-որ բան ավելացրեք, յուղոտ կամ խորքի միս կամ չգիտեմ, շատերը մենակ արաբական երկրներում
Հենց ոչխարի մսով են պատրաստում ու այնտեղ յուղոտ է լինում։ Մենք սովոր չենք ոչխարի մսի։ Այստեղ հիմա ավելացնում եմ կանաչին։ Կանաչինը շատ չի լինում։ Այստեղ համարյա 2 տրցակ հայերեն ասած այսքան դաստա։ Կանաչի ունենք, խառը նոր կտրատված շատ համեղ ու շատ արդեն մարտուզում եմ ուտի։ Հիմա մի շատ կարևոր հանգամանքի մասին պիտի խոսեմ։ Կոնկրետ մեր ընտանիքում ևս խառը դոլմայի մեջ պոմիդորը լոլիկը այնքան է սիրված չի եղել։ Ժամանակի ընթացքում դա եմ բացահայտել, հասկացել եմ, որ լոլիկը քանի որ ինքը արդեն թթվայնություն ունի, երբ որ խճողակը լոլիկով արդեն մածում ենք, դա մի քիչ շատ է լինում, այսպես ասած։ Դրա համար մինչև լոլիկի ավելացնելը, նախ հիմա ասեմ, որ պիտի ավելացնեմ նաև բրինձը, լվացված արդեն։ Եթե հիշում եք մեկ բաժակ էր։ Սա եք խառնեմ և մինչև լոլիկի ավելացնելը այս խճողակից մի քիչ պիտի առանձնացնեմ լոլիկների համար, որ լոլիկի խճողակը չլինի լոլիկով, արդեն լոլիկը բավական է իրեն լրացնելու համար, այս դեպքում արդեն շատ համեղ է։ Ես էլ եմ ուզում կանաչի ավելացնել, ամբողջը։ Հիմա մինչև լոլիկի ավելացնելը, այս լոլիկների համար պիտի վերցնեմ մի քիչ խճողակից։ Որ կավելանա ոչինչ։ Չի ավելանա, չլավ մի քիչ կավելանա։ Հիմա ավելացնում եմ լոլիկը ամբողջությամբ։ Ինչպես ասում են, շատ չի։ Ընդհանրապես կաղամբու և բանջարեղենով այս դոլմայի համար մի քիչ ցանկալի է, որ մեր խճողակը լինի լոլիկի այսպես առավելագույն չափերով, որտեղ շատ համեղ է լինի լոլիկը, շատ ամենը։ Հետո ասեմ, ինքը մենակ լոլիկ չի, նաև պղպեղ կա հետը, դրա համար շատ պես թթու չի ստացվի։ Դեռ ես մածուկն եմ պահել էստեղ, որ շերտերի արանքում լցնել, մինչև լոլիկը շարելը։ Լոլիկը ամենավերին շերտում ենք դնելու, որ շատ չշպտի տոմատի հետ, մածուկի հետ։ Այսպես։ Հիմա չենք թողնում, որ այսքան ձիգ լինի, մի քիչ մենք նաև ջուր ենք ավելացնելու։ Նաև դա է դրանում է, որ նաև աղիքանակության հարցում, քանի որ մենք ջուրել ենք ավելացնում, եթե սկզբում մի քիչ այսպես աղի է լինի, իսկ ջուրը ավելացնում եմ, որպեսզի ավելի փափուկ լինի միսը, հաճելի լինի։ Այնքան չենք անելու, որ հյութը դուրս գա մեջից, տարածվի, բայց թեթևակի, որ փափուկություն է։ Ինչպես տեսնում եք, սա բավական շատ է։ Ես ցույց տամ նաև կաղամբը, որ արդեն պատրաստել եմ այսպես շերտերով։ Երբ որ կաղամբը վերցնում եք, կաղամբի այդ գլխի հատվածը նայեք, որ շերտերի այս կոթերի հատվածները ոչ թե 4 հատ լինի, այլ 3 հատ։
երեքի դեպքում ավելի մեծ են լինում իրեն թերթիկները եւ ավելի լավ է ստացվում։ Ես մանրամասնությունները ասում եմ, գուցե այսպես շատ կանայք կլինեն, որ փորձառու, որ կասեն դե հա դա պարզ է, նա պարզ է, բայց ես հիմնականում ուղղվածությունս նորահարսների, երիտասարդների եւ ինչու՞ չէ, թեկուզ տարիք ունեցող, բայց ասենք քիչ պատրաստող մարդկանց վրա է, որ պատրաստելիս ոչ մի խնդիր, ոչ մի հարց չունենան, որ երբ որ պատրաստեն ինչպես որ ես եմ անում, լինի այն, ինչ որ անհրաժեշտ է որ լինի։ Հիմա տեսեք ինչ լավ հաջողակ ունենք, հարթ, հաճելի։ Հիմա մնում է մեզ լցոնել։ Ես արդեն պատրաստել եմ, հիմա ցույց տամ ձեզ կացա, կացայի տակ դրել եմ ոսկորովասի և կաղամբի կոշտ հատվածներով այսպես բաներ ենք պատրաստում, դնում ենք տակը, որպեսզի տակը չկպնի, երբևէ չի եղել, որ իմ պատրաստած տոլմայի տակը կպնի, բայց ապահովության համար ես միշտ սա դնում եմ, որովհետև երբ որ եռում է, արդեն պետք է մեղմ կրակի վրա դնել, որ տակը չայրվի։ Առաջին շերտը պիտի դնեմ կաղամբով, որից հետո կսկսեմ ավելի կոշտ պատրիջանը, սմբուկը մինիքը, այստեղ պղպեղը շարել, նորից շերտով կշարեմ կաղամբը, վերջում, ամենավերջում կդնեմ պոմիդորները, լոլիկները և մինչև լոլիկը դնելը կավելացնեմ ուրա մեր լոլիկը, կտրատած, տվեք մեր լոլիկը, արա մեր լոլիկը կտրատված, մինչև լոլիկի շարելը մեջերում, հրանքներում կլցնենք այս լոլիկը։ Եթե կզգանք անհրաժեշտություն, կարող ենք նաև տոմատի մածուկից բացել ջրով և ուղղակի լցնել հրանքները։ Մեզ մնաց փաթաթել։ Շնորհակալություն։ Հիմա փաթաթելուց մի երկու հատիկ ցույց կտամ, նախ ուզում եմ ուղղակի այսպես, որպեսզի ժամանակ չկորցնենք, ես ցույց տամ, վերջում պատրաստում ցույց կտամ, էլի։ Հիմա ասենք, թե վերցրել ենք լոլիկը եւ պիտի սա չէ տեղադրենք ձեռքով, շատ հանգիստ, նոր մենք էինք չէ ձեռքով տրորում, այնպես ոչ մի խնդիր չկա, ձեռնոցով ենք, այսպես տեղավորում ենք, շատ լիքը չենք անում, որտեղ բրինձ կա, բրինձը եփվելուց ինքը կավելանա, կմեծանա և կթափվի։ Այս մեկ անելու ենք պղպեղը, լցնում ենք այնքան, որ լավ տեղավորվի, այսպես մատով հրում ենք, որ լավ տեղավորվի, դատարկ տեղ չմնա, որովհետև առանց այն էլ պղպեղները մանր են, ես շատ խոշոր չեմ անում, խոշորը գեղեցիկ չէ ուղղակի։ Այսպես, սա էլ մեր պղպեղը, հետո ես շարելու եմ։ Հիմա սմբուկը, ես արդեն ասել եմ, չէ, որ սա պատրաստում ենք որպես կափարիչ։ Նայեք ինչքան լավ դատարկ կա։ Տեղավորում ենք, որ ոչ թե սմբուկ ուտենք, այլ սմբուկի տոնը։ Եվ կափարիչը դնում ենք վրան, այսպես։ Շարելու ենք այսպես, շարելուց դնելու ենք դեմ դիմաց, որ իրար հրեն և չլինի, որ բացվի ու թափվի։ Իսկ մեր ավանդական կաղամբը սովորական դնում ենք ու այսպես փաթաթում ենք։ Մի քիչ ինքը խոճուճ է, տեսնում եք, այսպես խոճուճները այնքան էլ ցանկալի չեն, բայց մեկը լավ է լինելու, սիրունա լինելու և համեղ կարևոր է։ Այսպես արդեն սկսելու ենք շարել։ Ինչպես ասեցի, շարեմ սկզբից կաղամբը, հետո լոլիկը, սմբուկը և պղպեղը հերթականությամբ, կլցնեմ տոմատի մածուկը, վերջում կշարեմ լոլիկները և նաև թփով։ Այդ թփովն էլ այսպես ենք անելու, ճիշտ չի ձեռնոցներից պիտի փոխեմ, որ չկեղտոտվեն, այսքան չմսոտվեն երեսները։ Աթելու ենք ավելի սենց լայնոտ,
լայնոտ չէ, երկարոտ։ Այսպես երկարուկ ենք փաթաթելու։ Նայք, սիրուն լինի։ Այսպես ենք փաթաթելու։ Վերջում արդյունքը ցույց կտամ ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ հետևում եք, եփելուց առաջ ձեզ ցույց կտամ նորից։ Այսքան էս պահին։ Արդեն մի շերտ փաթաթել եմ կաղամբը, ուզում եմ այս հատվածները ձեզ ցույց տամ, ինչպես ենք անում, ուրեմն ամեն այս վերջի հատվածները իրար մոտ ենք դնում, որպեսզի չբացվեն, իրար հրեն եւ չբացվեն։ Հիմա այս լոլիկից մի քիչ կավելացնենք։ Եվ մի շերտին նորից կավելացնենք։ Էլ կարծում եմ աղի կարիք չի լինի։ Այստեղ փաստորեն մեզ մոտ որ աղ չունի, դա միայն լոլիկը, պղպեղը եւ սմբուկն են։ Իսկ ընդհանուր առմամբ մի թեթևակի կարելի անել։ Կաղամբն էլ արդեն աղ ունի, որովհետեւ խաշելուց առաջ չէ որ աղաջուր լցրեցինք մեջ, աղ եւ լիմոն լցրեցինք։ Եվ ուզում եմ նաև ասել, եթե ցանկություն կունենաք այլ կերպ շերտազատել կաղամբը, չեք ուզենա միկրոալիքային վառարան դնել, դուք կարող եք ուղղակի ավանդական վերցնել մեր, ինչպես որ միշտ արել են մեր տատիկները, եղման ջրի մեջ, իջեցնել եւ այդպես պատրաստել։ Ասել էսպես։ Ուրեմն Ժորժ ջան, ավելորդ չեմ համարում ասել, որ անպայման վերցնեք այսպես հարթ եւ թեկուզ կարճ, բայց ավելի լայն տարա կաթսա, որպեսզի շատ չլղճորվեն, այսպես ասած, մեր տոլմաները ավելի հարթ լինի եւ եփվելիս եւ հանելիս, որ ավելի հարմար լինի։ Հիմա ցույց տամ նաեւ կաղամբով ինչպես ենք փաթաթում։ Հիմա տեսեք այս մի շերտը ինչքան լավ է որ խուճուճիկ չի։ Այսպես կողքերից բերում ենք։ Ռազմագիտության դասատու ունենք մեր մայոր ասպեր եւ գեղեցիկ կերպով այսպես փաթաթում եւ տեղավորում։ Ահա, հարգելի հետևորդներ, արդեն մեզ մոտ պատրաստ է ամեն ինչ։ Ես լցնում եմ յավացած ջուրը։ Ամեն դեպքում մի քիչ անելու եմ։ Մինչև այսպես մի քիչ ծածկվի, հա։ Սա էլ իմիջիալոց շատ հետաքրքիր բան է, երբ որ կաղամբի այն ամենավերջին հատվածն է լինում, այս թերթիկների մեջ դնում ենք մսի այդ խճողակը տեղավորում ենք եւ շատ գեղեցիկ ինքը վարդի նման մի բան է ստացվում, շատ հաճելի է։ Հենց եռած իջեցնելու ենք ամենացածր աստիճանի վրա եւ թողնենք բավական ժամանակ եփվի, որտեվ շատ է։ Մոտ մի ժամ կեփենք ընդհանուր։ Ահա այսպեսի մեծ ափսեով կծածկեմ տակից, այսպես, ապա վրայից կափարիչով, եռալուն պես կիջեցնեմ, իսկ հիմա դեռ կրակը շատ է։ Ահա և այն պահը, երբ ասում ենք, պա, հոպլա, օհ,